Գաղափարից գործ, կրթությունից արժեք։ Դեպի բարձուն կրթական ակումբների ցանցը Բոհեմ թատրոնում ամփոփեց իր գործունեության առաջին եռամյակը, ներկայացնելով իրականացված աշխատանքներն ու ապագայի տեսլականը։ Ու մեր երկիրը վաղը ունենալու է մեր երազանքների տեսքը, ձեր երազանքների տեսքը, ու մենք այդ երազանքը միասին ենք ստեղծելու։ Մի հատ ծափահարեք ինքներդ ձեր բոլորը։ Այս ընթացքում դեպի բարձունք ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի 7 մարզերում գործող դպրոցներում, ստեղծելով 16 կրթական ակումբ, որոնցում ներգրաված են ավելի քան 500 աշակերտներ։ Իսկ ինչ եք կարծում, այս անցնող տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում քանի միջոցառում, բարուսություն, արշավ նման միջոցառումներ քանի հատ եք ունեցել։ Մոտավոր։ 200 տեսել էիք արդեն դա։ Ճիշտ է, հրաշալի։ 200+ միջոցառում եք ունեցել։ Բարձունք կրթական շարժման համահիմնադիր եւ դեպի բարձունք ծրագրի պատասխանատու Գեղամ Օհանյանը ներկայացրեց իրականացված կրթական նախագծերի արդյունքները, ընդգծելով դրանց դերը արժեքահեն հասարակության ձևավորման գործում։ Երեխեք, բարձունքները ու գագաթները այս կախարդական կարողություն ունեն գագաթ բարձրացողներին իրար մոտեցնելու։ Ես ձեզ ասում եմ որպես 11 տարվա լեռնագնաց։ Նաև ֆիզիկապես լեռները այդպիսի կախարդական կարողություն ունեն, ու ոնց է դա տեղի ունենում, պատկերացնում եք, չէ՞, լեռան ստորոտը շատ լայն է, շատ մեծ է։ Մարդիկ այնտեղ ծրված, ամեն մեկը իր համար։ Բայց երբ որ բարձրանում է, շրջանակը փոքրանում է, չէ՞, պատկերացնում եք, չէ՞, կոնը։ Ու որքան գնում են դեպի նպատակ, այնքան ավելի շատ գաղափարակիցներ են գտնում։ Որքան գնում են դեպի նպատակ, չեն ընկրկում, չեն հանձնվում, չեն կասկածում, չեն թուլանում, այնքան գտնում են չթուլացողների, հավատացողների, կամքով ուժերների։ Ու այդ ընկերությունը գաղափարական ընկերություն է դառնում։ Ներկաները դիտեցին նաև ծրագրի գործունեությունը ներկայացնող ֆիլմ եւ վայելեցին խազեր երգչախմբի հրաշալի կատարումները։ Ծրագրի ընթացքում նպատակների եւ զարգացման հեռանկարների մասին խոսեց դեպի բարձունք ծրագրի պատասխանատու Արեգ Թադևոսյանը։ Ես ուզում եմ հասկանալ, որ մենք ձեզ նայում ենք որպես գործընկերներ։ Դուք եկել են, որ ձեւը 10-10-ներում եմ, ասենք կավա երեխեքը մտածում են, ինչ-որ ծիծաղում եմ իրացել, ասում հարգելի գործընկերներ, չէ։ Հենց տենց էլ կա, ես ձեզ ընկալում եմ, որպես իմ գործընկերներ այս գործի մեջ։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն, որի ընթացքում արժևորվեց թե ակումբականների անհատական ներդրումը, թե ակումբների թիմային աշխատանքը։ Դեպի բարձունք ծրագրի 3 տարվա հաշվետու միջոցառումը խորհրդանշական ավարտ ունեցավ Ազատության հրապարակում, որտեղ ակումբականները միավորվեցին ազգային շուրջպարում, ևս մեկ անգամ հաստատելով ծրագրի գաղափարական առանցքը՝ միասնություն, արժեք եւ ինքնություն։